Professor Porceron, Porceron professor, nora sottori aisor, Porceron professor, professor Porceron, professor Porceron. Երեխաներ, դուք նորից այստեղ եք, նորից մեր հանդիպման ժամն է։ Ողջույն իմ հետաքրքրասեր աստղիկներ։ Ես պրոֆեսոր Փորձերոնն եմ, մտահարուստ գիտնական։ Ինչ լավ բառ է, չէ՞, մտահարուստ։ Ես եմ հորինել։ Մտահարուստ եւ փորձարար։ Եկեք նորից բացենք գիտության դռները եւ տեսնենք, թե ինչ հրաշքներ է պատրաստել գիտությունը այսօր մեզ համար։ Գիտելիքը ուժ է, բայց այդ ուժը պիտի միշտ օգտագործենք բարի գործերի համար։ Հիշեցնեմ իմ էլեկտրոնային հասցեն։ Մարդիկ գուցե մոռացած լինեք։ Դե անցնենք առաջ պրոֆեսոր Փորձերոնի հետ։ Այո, նաև հարցերոնի հետ։ Professor Porceron. Մեր փոքրիկ ընկեր Յուրան գրել է. Պրոֆեսոր, մարդու օրգանիզմում ինչպես են առաջանում երիզորդներ։ Մենք վերջերս անցել ենք այդ մասին դպրոցում, բայց կուզեի քեզնից էլ լսել։ Այսպես սիրելիներ, ինչպես հուշում է անվանումը, երիզորդների մարմինը ժապավենաձև է եւ երկար։ Այն կարող է լինել մի քանի միլիմետրից մինչև 20 մետր եւ ավելի։ Երիզորդները պատկանում են տափակ որդերի դասին, որոնք կարող են ապրել մարդու կամ կենդանիների աղիներում։ Սերահասուն մակաբույծի գլուխը կոչվում է սկոլեքս։ Այն ունի 2-ից 4 ծծիչ։ Դրանց միջոցով երիզորդը կպչում է աղիքի պատին։ Մարդիկ սովորաբար վարակվում են, երբ խմում են աղտոտված ջուր կամ ուտում են վարակված կենդանիների հում կամ կիսաեպ միս։ Երիզորդի ձվերն ունեն պաշտպանիչ ուժեղ շերտ, որը դիմանում է ստամոքսի աղաթթվին եւ մարսողական ֆերմենտներին։ Ստամոքսում դրանք չեն վնասվում եւ անցնում են աղիներ։ Աղիներում ձվի պաշտպանիչ շերտը քայքայվում է եւ դուրս է գալիս թրթուրը, որը կպչում է աղիքի պատին։ Այստեղ սկսում է սնվել մարդու մարսված սնունդով եւ աստիճանաբար մեծանում է դառնում հասուն երիզորդ, որը կարող է թողնել նոր ձվեր։ Երիզորդային վարակը կանխարգելելու համար օճառով լավ լվացեք ձեռքերը սնունդ ընդունելուց առաջ, հում մսին կամ սննդամթերքին դիպչելիս, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո։ Եվս մի խորհուրդ. եթե ուղևորվում եք բարձր վարակվածությամբ տարածաշրջան, խստորեն պահպանեք անձնական հիգիենան։ Խուսափեք հում բանջարեղեն, միր կամ հում միս ուտելուց։ Խմեք միայն մաքուր կամ շշալցված ջուր։ Խուսափեք նաև կենդանիների հետ շփումից։ Միսը կամ ձուկը պահեք սառցարանում առնվազն 10 օր, -35 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում, որպեսզի ոչնչացվեն բոլոր մակաբույծները։ Մակաբույծը ամբողջությամբ չի անցնում մեր աղիներ, օրգանիզմ են թափանցում միայն փոքրիկ ձվիկները։ Երիզորդի վտանգավոր տեսակներն են տավարի երիզորդը։ Մարդը վարակվում է հում կամ կիսաեպ տավարի մսից։ Խոզի երիզորդը նույնպես զարգանում է մարդու աղիներում, սակայն թրթուրները կարող են անցնել մկաններ, ուղեղ եւ աչքեր։ Վարակվում են խոզի վատ եփած մսից երեխաներ։ Այո, էխինակոկ, փոքր, բայց շատ վտանգավոր մակաբույծ է։ Թրթուրները զարգանում են լյարդում, թոքերում կամ սրտում։ Մարդը վարակվում է շներից, կատուներից կամ վայրի կենդանիներից։ Լայն կամ ձկան երիզորդ ապրում է մարդու բարակ աղիքում եւ վարակը մարդուն անցնում է հում կամ կիսաեպ ձկներից։ Ուշադիր եւ հետեւողական եղեք երեխաներ։ Հարցերան, վերջերս շատ ես նիհարել։ Գույնդ էլ դուրս չի գալիս։ Պետք է գնալ ստուգել աղեսամոքսային համակարգդ։ Professor Porceron. Ահա, կարդում եմ հաջորդ հարցը։ Պրոֆեսոր Փորձերոն, կարող եք ասել, ինչու է ժանգոտում երկաթը։ Այս հարցով հետաքրքրված է Արտաշես Արամյանը։ Երեխաներ, երկաթը փայլուն, ամուր եւ հարթ մետաղ է։ Այն հեշտությամբ փոխանցում է օդում առկա թթվածնի եւ ջրի հետ։ Երբ երկաթը երկար ժամանակ խոնավ միջավայրում է, այն սկսում է կորցրել էլեկտրոններ, այսինքն օքսիդանում է։ Ժանգը առաջանում է, երբ երկաթը ռեակցիայի մեջ է մտնում ջրի եւ թթվածնի հետ։ Այս գործընթացի արդյունքում առաջացած միությունը կոչվում է երկաթի հիդրոքսիդ, որը վերածվում է կարմիր դեղին ժանգի։ Ինչ է տեղի ունենում մետաղի հետ։ Կհարցնեք ինձ, իսկ ես կպատասխանեմ։ Ժանգոտ երկաթը կորցնում է իր ամրությունը, քանի որ շարունակվող ռեակցիան փոխում է մետաղի կառուցվածքը։ Ժանգի առաջացման պայմաններն են։ Ջուր, նույնիսկ խոնավ օդը կարող է սկսել գործընթացը։ Թթվածին, առանց թթվածնի երկաթը դժվար է ժանգոտում։ Աղ արագացնում է process-ը։ Օրինակ, ծովափնյա տարածքներում երկաթը շատ արագ է ժանգոտում։ Կան տարբեր նյութեր եւ մեթոդներ երկաթը ժանգից պաշտպանելու համար երեխաներ։ Ցինկով ծածկույթը պաշտպանում է թթվածնից անգամ ծածկույթի վնասվելու դեպքում։
լակապատում եւ ներկում։ Մետաղը պատում են պաշտպանիչ շերտով։ Հակաժանգային ներկերը եւ յուղերը կանխարգելում են օքսիդացումը։ Կան մետաղներ, որոնք փոխում են գույնը, բայց չեն ժանգոտում։ Օրինակ, բրոնզը։ Այն երկար ժամանակ օդի հետ հաղորդակցվելով կարող է ստանալ կանաչ կապույտ երանգ։ Ալյումինը եւ պղինձը օդի եւ ջրի ազդեցությամբ ձևավորում են օքսիդային շերտ, որը փոխում է գույնը։ Օրինակ, պղինձը դառնում է կանաչ, իսկ ալյումինը մոխրագույն։ Արծաթ այն մքանում է, երբ հաղորդակցվում է օդում եղած ջրածնի սուլֆիդի հետ, առաջացնելով մուգ շերտ, արծաթի սուլֆիդ։ Կան մետաղներ, որոնք չեն ժանգոտում եւ գույնը չեն փոխում։ Ոսկին այն կայուն է եւ չի օքսիդանում, միշտ փայլուն է։ Մյուսը պլատինը, այո երեխաներ, այն նույնպես շատ կայուն է եւ չի կորցնում գույնը։ Չժանգոտվող պողպատներ հատուկ խառնուրդների շնորհիվ նրանք չեն օքսիդանում եւ չեն կորցնում ամրությունը։ Մի խոսքով, հիշում եք, որ ես ձեզ մի անգամ պատմել եմ, թե ինչու է Սևանում խնձորը կտրելուց հետո։ Հիշում եք, չէ՞։ Հրաշալի։ Երկաթի ժանգոտվելը նման է այդ նույն գործընթացին։ Լավ, չկորցնենք մեր փայլը եւ անցնենք հաջորդ հարցին։ Պրոֆեսոր փորձերով Եվ այսպես Շողեր Միրզոյանը գրել է. Պրոֆեսոր, ինչպես են առաջացել Հիմալայան լեռները։ Ինչպիսի բարձրավանդակ հարց։ Երեխաներ, Հիմալայան լեռները առաջացել են աշխարհագրական ու երկրաբանական մի իսկական հրաշքի շնորհիվ։ Հիմալայան լեռները առաջացել են մոտ 50 միլիոն տարի առաջ, երբ հնդկական տեկտոնական սալը բախվել է Եվրասիական սալին։ Պատկերացրու, որ երկրագունդը ունի տարբեր մասնիկներից բաղկացած գլուխկոտրուկներ, հսկայական փազլներ, որոնք անընդհատ շարժվում են։ Փազլի այդ հատվածը մենք անվանում ենք սալ, եւ երբ այս սալերը բախվում են իրար, նրանք սկսում են ծալվել եւ առաջացնում են լեռներ։ Նման մի բախումից ձևավորվել են Հիմալայան լեռները։ Բախման հետևանքով առաջացած ճնշումը ոչ միայն երկրի մակերևույթին լեռներ է առաջացրել, այլև ծալքեր, ձորեր եւ գետերի հոսանքների փոփոխություններ։ Հիմալայները դեռ բարձրանում են, տարեկան միջինում մոտ 5 մմ։ Դա նշանակում է, որ սալերի բախումը նույնպես շարունակվում է։ Դրա համար Հիմալայների տարածքը աշխարհում երկրաշարժների ամենաակտիվ գոտիներից է։ Հիմալայներում մինչ օրս կարելի է գտնել ծովի խեցիներ եւ կորալների հետքեր, քանի որ բախումից առաջ այդ տարածքում եղել է Թեթիս անունով հին օվկիանոսը։ Հիմալայները երկրագնդի ամենաբարձր եւ հզոր լեռնային համակարգն է, գտնվում է Ասիայում, Տիբետի եւ Ինդոս-Գանգեսյան հարթավայրերի միջև։ Լեռները ձգվում են Աֆղանստանից եւ Պակիստանից մինչեւ Հնդկաստան, Նեպալ, Բութան եւ Տիբետի բարձրավանդակ։ Երկարությունը 2400 կիլոմետր է, իսկ լայնությունը 180-ից 350 կիլոմետր։ Տարածությունը մոտ 650,000 քառակուսի մետր է, միջին բարձրությունը 6000 մետր։ Նրա 11 գագաթները 8000 մետրից էլ բարձր են։ Կիրճերի խորությունը հասնում է 4-ից 5 կիլոմետրի։ Ամենաբարձր լեռնագագաթը գիտենք, որ Էվերեստն է, ծովի մակարդակից 8849 մետր բարձրությամբ։ Այստեղից են սկզբնավորվում Գանգես եւ Յանցզի գետերը։ Գանգեսը սկիզբ է առնում Նեպալում, այնտեղից հոսում է Հնդկաստան եւ Բանգլադեշ, դառնալով աշխարհի ամենակարևոր գետերից մեկը։ Յանցզին սկիզբ է առնում Տիբետի բարձրավանդակից, որը Հիմալայան լեռնաշղթայի արևմտյան եւ կենտրոնական մասում է, հոսում է Չինաստանի տարածքով դեպի Արևելյան ծով։ Տեկտոնական սալերի բախման արդյունքում տեղի ունեցել նաեւ կլիմայական փոփոխություններ։ Այո, Հիմալայան լեռները կանգնեցրել են հյուսիսից եկող սառը քամիները եւ ձևավորել են Հնդկաստանի մուսսոնային կլիման։ Հիմալայները, այսպես ասած, պատնեշ են երեխաներ, որը կանգնեցնում է սառը քամիները Սիբիրից եւ հարավային Ասիայում ձևավորում է տաք ու խոնավ կլիմա։ Գիտնականները պնդում են, որ եթե հնդկական սալը շարունակի շարժվել նույն արագությամբ, միլիոնավոր տարիներ հետո Հիմալայները կարող են նույնիսկ ավելի բարձրանալ, քան այսօր են։ Եվ իհարկե այս գեղեցիկ վայրի հետ են կապված նաև բազմաթիվ լեգենդներ։ Հնդկական հավատալիքներում ասում են, որ Հիմալայների ամենաբարձր ու սուրբ լեռներից մեկը Կայլասը, Շիվա աստծո տունն է։ Շիվան այնտեղ է ապրում ընտանիքի հետ։ Իր ժամանակն անցկացնում է լեռան գագաթին նստած խորի մաստ մեդիտացիայի մեջ։ Ահա թե ինչու հազարավոր ուխտավորներ գնում են լեռան շուրջը, ոտքով շրջելու որպես հոգևոր ճանապարհորդություն։ Իսկ ամենահայտնի լեգենդներից մեկը պատմում է, որ լեռների խորքում թաքնված է մի գաղտնի կախարդական երկիր՝ Շամբալան։ Այո, այնտեղ խաղաղության մեջ ապրում են իմաստուն մարդիկ, որոնք չեն հիվանդանում եւ չեն ծերանում։ Ասում Շամբալան կարող է գտնել միայն այն մարդը, որն ունի մաքուր սիրտ եւ բարի միտք։ Կարծում եմ երեխաներ, այդ քաղաքը հայտնաբերելու ամենամեծ շանսը մերն է։ Ասեմ ձեզ փոքրիկ գաղտնիք, իմ կարծիքով Հարցերոնը նույնպես այդ քաղաքից է։ Չէ Հարցերոն։
Հրաշալի է։ Պրոֆեսոր փորձերով Այսպիսով, սիրելի ընկերներ, մեր այսօրվա հետաքրքրաշար հարցերը։ Ես նոր հարց ունեմ։ Հիմա արագ դրան էլ կպատասխանեմ։ Այսպիսով մեզ գրել է 11 տարեկան Էվելինան։ Նա հարցնում է. Սիրելի փորձերոն, վերջերս նկատել եմ, որ իմ բոլոր ընկերները արդեն գիտեն, թե ինչ մասնագիտություն են ընտրելու եւ ինչ են դառնալու, իսկ ես դեռ չունեմ այդ հարցի պատասխանը եւ չգիտեմ, թե ինչ եմ դառնալու։ Դա շատ վատ է։ Իմ սիրելի Էվելինա, այս հարցին ավելի լավ կպատասխանի մեր հոգեբանը։ Սակայն իմ կողմից ավելացնեմ, որ ես ինքս էլ դեռ ուսումնասիրում եմ եւ սովորում եմ նոր մասնագիտություններ եւ կարծում եմ, որ երբեք ուշ չէ մասնագիտություն ընտրել եւ դառնալ այդ ոլորտում լավագույնը։ Կարող եմ անգամ ասել, որ պատմության մեջ կան բազմաթիվ անվանի մարդիկ, որոնք բավականին մեծ տարիքում են որոշել փոխել իրենց մասնագիտությունը կամ նախ սովորել են եւ ստացել մի մասնագիտություն, բայց վարպետացել են լրիվ այլ բնագավառում։ Այնպես որ եկեք միասին տեղափոխվենք մեր գործընկերոջ մոտ եւ բարձենք, թե ինչ անել, եթե դեռ չգիտես, թե ինչ մասնագետ ես ուզում դառնալ։ Պրոֆեսոր փորձերով Ողջույն սիրելի երեխաներ, դուք չեք էլ կարող պատկերացնել, որքան կարևոր են ձեր հարցերը մեզ համար։ Շնորհակալ ենք Էվելինային այս հարցի համար, այն շատ կարևոր է։ Այո, շատ երեխաներ, նաև մեծահասակներ, հաճախ մտածում են, ինչ են ուզում դառնալ, ինչ է իրենց պետք, ինչ ընտրեն, երբ մեծանան, եւ միշտ չէ, որ նրանք կարողանում են գտնել այդ հարցի հստակ պատասխանը։ Բայց գիտեք, այդ տարիքում շատ նորմալ է, որ դուք չգիտեք այդ հարցի պատասխանը։ Բոլորս էլ ծնվում ենք ու չգիտենք որն է մեր ուժեղ կողմը, որն է հաճախ մեր սիրած գույնը, որն է մեր սիրելի ուտելիքը, կամ ինչ ենք մենք ուզում։ Մեզ նույնպես ժամանակ է պետք հասկանալու համար, որ գործունեությունն է, որ մեզ ավելի շատ է դուր գալիս։ Միգուցե դու սիրում ես նկարել, բայց հետո հասկանում ես, որ սա քոնը չէ։ Գիտեք, սա այն տարիքն է, որը մենք կարող ենք անվանել բացահայտումների տարիք, երբ որ մենք ուզում ենք մեզ փորձել այս կամ այն իրավիճակում, այս կամ այն գործունեության մեջ։ Վստահ եմ, որ հաճախել եք տարբեր խմբակներ եւ դրանցից շատերը կիսատ եք թողել։ Գիտեք, դա էլ է բնական, որովհետև դուք փորձում եք ձեզ ճանաչել այս կամ այն ոլորտում։ Ոմանք հետո հասկանում են, որ սպորտը իրենցը չէ։ Ոմանք հասկանում են, որ այնուամենայնիվ անգլերենը իրենց սիրելի առարկան է։ Դուք մի շտապեք որոշելու, թե ինչ է ձեզ պետք։ Եվ հիշեք, հաճախ անորոշությունը դա շատ կարևոր մարտահրավեր է մեզ փնտրելու, փորձելու, բացահայտելու աշխարհը եւ ինքներս մեզ։ Եվ թույլ տվեք ձեզ հաճախ սխալվել, որովհետև շատ հաճախ մենք սխալվելիս ենք սովորում շատ կարևոր բաներ։ Եվ երբ որ հաճախ ձախողումները կոտրում են մեզ, մենք կիսատ ենք թողնում այն, ինչ որ սկսել ենք։ Դա այնքան էլ ճիշտ չէ։ Այսպես կստացվի այնպես, որ մենք հենց այսպես էլ կթողնենք կիսատ ամեն բան եւ այդպես էլ չենք ավարտի։ Այնպես որ ձախողումները դրանք հրաշալի ճանապարհ են մեզ համար ինչ որ նոր բան սովորելու, նորովի մեզ ճանաչելու եւ նորովի մեր հնարավորությունները հասկանալու։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ շատ երեխաներ ունեն այս խնդիրը եւ շատերին է դա անհանգստացնում։ Ոմանք արդեն հստակ որոշել են իրենց ապագա մասնագիտությունը, իսկ շատերը դեռ մտածում են։ Լավ, հիմա եկեք պատմության միջոցով փորձենք լուծել այս խնդիրը։ Ծանոթացեք, սա Նարինեն է, 11 տարեկան է։ Նա լավ է սովորում, մասնակցում է տարբեր միջոցառումների, սիրում է մուլտֆիլմներ դիտել ու ընկերների հետ զբոսնել։ Վերջին շրջանում, երբ հարցնում են ինչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս, նա շփոթվում է։ Նրա ընկերուհին արդեն գիտի, ասում է դիզայներ եմ դառնալու, բժիշկ եւ գրող։ Իսկ Նարինեն ասում է. չգիտեմ, ու դրանից հետո ինքը մի տեսակ անհարմար է զգում։ Նրա կարծիքով, կարծես բոլորը գիտեն իրենց ճանապարհը բացի իրենից։ Դա նրան տխրեցնում է, եւ նա սկսում է մտածել, թե իր մեջ ինչ-որ բան սխալ է։ Այդ հարցերը շատ են անհանգստացնում նրան։ Ինչ անել, երբ դեռ չգիտես, թե ինչ մասնագետ ես ուզում դառնալ։ Եվ այսպես Նարինեի նման հարյուրավոր տղաներ ու աղջիկներ կան, որոնք դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության հարցում։ Երբ դու չգիտես, ինչ ես ուզում դառնալ, դա նշանակում է, որ դու դեռ ունես բազմաթիվ հնարավորություններ փորձելու ճանապարհ։ Եվ այսպես մեր հերոսի նման հարյուրավոր տղաներ ու աղջիկներ կան, որոնք դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության հարցում։ Երբ որ դու չգիտես, ինչ ես ուզում դառնալ, դա նշանակում է, որ դու դեռ չես բացահայտել քո բազմաթիվ հնարավորություններ։ Եվ հիմա եկեք հասկանանք ինչպես օգնենք
մեր հերոսին եւ շատ տղաների եւ աղջիկների հասկանալ, ինչ են իրականում իրենք ուզում դառնալ։ Ահա մի քանի վարժություն, հուսամ, որոնք ձեզ կօգնեն։ Առաջի վարժությունը հետաքրքրությունների քարտեզն է։ Խնդրում եմ վերցնեք թուղթ եւ այնտեղ գրանցեք բոլոր այն հետաքրքրությունները, որոնք ձեզ համար սիրելի են։ Օրինակ գիրք կարդալը, նկարելը, պատմություններ հորինելը, կենդանիներին խնամելը։ Իսկ հիմա խնդրում եմ գնահատել բոլոր այդ հետաքրքրությունները մինչև 5 գնահատման սանդղակով։ Ամենահետաքրքիրները 5, ոչ այնքան հետաքրքիրները 1։ Հիմա վարժություն համար 2։ Ես ձեզ առաջարկում եմ խաղալ այսպիսի խաղ՝ մասնագիտությունների դերախաղ։ Դուք կարող եք ուղղակի ծանոթանալ տարբեր մասնագիտությունների եւ փորձել խաղարկել դրանք։ Փորձեք ուշադրություն դարձնել, որ մասնագիտությունն է, որ ձեզ ավելի հաճույք է պատճառում, որտեղ եք դուք ձեզ ավելի լավ զգում, որն է մի տեսակ ավելի ձեզ սազում։ Եվ երրորդ վարժություն։ Կարող եք անցկացնել հարցում մեծահասակների հետ կամ ձեր ավագ ընկերների հետ։ Օրինակ, ինչպես նրանք որոշում կայացրեցին այս կամ այն մասնագիտության ընտրության մեջ։ Ինչի վրա էին նրանք առավել ուշադրություն դարձնում եւ ի վերջո ինչը նրանց հրապուրեց այդ մասնագիտության ընտրության մեջ։ Այ հիմա կխնդրեմ, որ փակեք ձեր աչքերը եւ պատկերացնեք ձեզ 10 տարի անց։ Ով եք դուք, որտեղ եք գտնվում, ինչ մասնագիտություն եք ընտրել, ինչ եք զգում այդ մասնագիտության ընտրության մեջ, հաճելի է այն ձեզ եւ այսպես վստահ եմ, որ դուք կկարողանաք գտնել ձեր սիրելի մասնագիտությունը այս տարբեր վարժությունների կիրառման արդյունքում։ Նարինեն որոշում է հետևել հոգեբանի խորհուրդներին, սկսում է մտածել իր ապագա մասնագիտության մասին, պատկերացնում է իրեն որպես բժիշկ, հետո իրավաբան, հոլիվուդյան դերասանուհի։ Նա սկսում է ուսումնասիրել տարբեր մասնագիտություններ՝ անասնաբույժ, ուսուցիչ, մուլտֆիլմների նկարիչ, եւ հասկանում է, որ իրեն դուր է գալիս այդ փնտրտուքի ճանապարհը։ Հիմա երբ նրան հարցնում են, ինչ ես ուզում դառնալ, նա ասում է. դեռ փնտրում եմ, ես ուզում եմ փորձել շատ բան, մինչև կգտնեմ իմը։ Եվ նա ժպտում է. սա Նարինեն է, ապագա մասնագետ, ով դեռ չի որոշել, թե ինչ մասնագետ է դառնալու, բայց գիտի, որ նա պետք է սիրի իր աշխատանքը։ Այնպես որ, սիրելի երեխաներ, ձեր ուղին միայն ձերն է։ Ինչ որ մեկը կարող է ընտրել իր ուղղությունը 8 տարեկանում, ինչը թերևս շատ քիչ է պատահում, մյուսը 18-ում, եւ երկուսն էլ կարող են լինել հաջողակ ու երջանիկ։ Ճանաչեք ձեզ եւ ձեր հնարավորությունները։ Մի կորցրեք ժամանակ մտածելու, որոնք են ձեր խնդիրները, այլ փորձեք գտնել լուծումներ այդ բոլոր խնդիրների հաղթահարման համար։ Այսպիսով, չիմանալ նշանակում է, որ դու փնտրում ես։ Փնտրել նշանակում է, որ դու մտածում ես ու հետաքրքրված ես։ Հենց դրանք են մարդու ամենակարևոր ու արժեքավոր ունակությունները։ Մի վախեցիր չիմանալուց։ Վախեցիր այն պահից, երբ կդադարես փնտրել եւ լինել հետազոտող։ Իսկ մենք անհամբերությամբ կսպասենք ձեր հաջորդ հարցին։ Պրոֆեսոր Փոսերո Սիրելի փոքրիկներ, հիշեք, բոլոր զգացմունքները կարևոր են։ Երբեմն դուք ուրախ եք լինում, երբեմն տխուր, երբեմն էլ նեղացած կամ զայրացած։ Դա բոլորիս հետ էլ պատահում է։ Զգացմունքները թաքցնել պետք չէ։ Դրանք մեզ օգնում են ճանաչել ինքներս մեզ եւ ճիշտ վարվել տարբեր իրավիճակներում։ Հիշեք, ամեն մի զգացմունք արժեքավոր է։ Իսկ հիմա առաջ փորձերոնի փորձարարական աշխարհ։ Պրոֆեսոր Փոսերո Ողջույն բոլոր ծնողներին եւ փոքրիկ բալիկներին։ Տեխուկ։ Չես ասա բարև բոլորին։ Ասա բարև բոլորին։ Ողջույն բոլոր ծնողներին եւ փոքրիկ բալիկներին։ Բարև։ Այսօր ես եւ իմ փոքրիկ գործընկեր Ստեֆանին կներկայացնենք, թե ինչպես են անտեսանելի պատկերները տեսանելի դառնում ջրում։ Գիտափորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են հետեւյալ պարագաները թվարկենք։ Տարան, ջուր, մակներ, Ինչեր։ մակեր, Բարձր։ մակեր, Okay։ ու ցեղտեր։ Սկսեցինք։ Հա։ Դե դուր։ Վերցնում ենք անձեռոցիկը եւ ներսի հատվածում սկսում ենք նկարել։ Սերտիկը մուսում, Առաջինը սրտիկ, որ գույնով ենք նկարում։ մանուշակակուն, Մանուշակագույն, բացի։ Արի ես էլ
Սևով եզրերը գծեմ։ Այսպիսով, սիրելի ծնողներ, վերցնում ենք այն գույները, որ ընտրում է բալիկը եւ սկսում ենք նկարել պատկերները։ Անձեռոցիկի արջևի հատվածում ուրվագծում ենք, իսկ ներսի հատվածում արդեն ներկելու ենք։ Ինչ պատկերից ենք սկսում։ Սերտիկ։ Սրտիկ։ Առաջինը նկարում ենք սրտիկ։ Տես ինչ մեծ սրտիկ եմ արել։ Տեսար։ Ուզում ես ներսնել դու ներկես։ Ներկեցինք։ Այս ներսի հատվածում դե գունավորի։ Ողջը լցրինք Ստեֆի։ Ապրես։ Հիմա փակում ենք մեր անձեռոցիկը։ Կախարդական խոսք ասում ենք։ Տուկի։ Ասում ենք, սպասի օգնեմ։ Օգնեմ։ Տուկի, տուկի։ Տուկի, տուկի։ Հա։ Հիմա ասում ենք կախարդական խոսքերը։ Տուկի, տուկի։ Տուկի, տուկի։ Տեսար սրտիկը։ Այսպիսով, սիրելի ծնողներ, նման սակավաթիվ պարագաներով կարող եք կատարել նմանատիպ գիտափորձ եւ ուղարկեք փորձերոնին։ Հաջողություն։ Պակարա։ Պակ։ Հաջողություն։ Profesor Potsero Սիրելի ընկերներ, մեր այսօրվա հաղորդումն էլ մոտեցավ իր ավարտին։ Մենք միասին բացահայտեցինք հետաքրքիր փաստեր, սովորեցինք կարևոր բաներ եւ անցկացրեցինք հրաշալի ժամանակ։ Հիշեք, յուրաքանչյուր նոր օր հնարավորություն է սովորելու եւ աշխարհը նորովի ճանաչելու։ Եղեք առողջ եւ ուրախ։ Հիշեք, իմ սիրելի նախադասությունը, գիտությունը ամենամեծարկածն է, եթե համարձակվում ես հարցեր տալ։ Հարցերը շարունակում ենք ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին։ Ընկերներ, գիտելիքը մարդուն ուժ է տալիս, բայց միայն սրտի բարությունն է, որ նրան իսկական մարդ է դարձնում։ Աշխարհում ամեն ինչ փոխվում է՝ եղանակը, տեխնիկան, գիտությունը, բայց բարի ու ազնիվ մարդը միշտ արժեքավոր է։ Ցտեսություն։ Profesor Potsero Potsero profesor Nora sofori այսօր Potsero profesor Profesor Potsero Profesor Potsero